մոտ 443,000 վարելահողերից 443,000 հեկտար վարելահողերից իրենց իսկ հրապարակած թվերով աննախադեպ խայտարակ վիճակ է 2025 թվականին ցանկ կատարվել ընդամենը 196,300 հեկտար նման խայտարակ թիվ մեր անկախ հանրապետության պատմության մեջ չենք ունեցել, էլ չեմ ասում սովետական Հայաստանի դեպքում շատ ավելի վատ է, եւ 196,000 այդ մշակովի վարելահողերից այդ 196,000-ի մեջ մոտ 50,000 հեկտարը դա բազմամյա եւ միամյա խոտաբույսեր են, կերային մշակաբույսեր են, անասնակեր, այսինքն տաք իրականությունը որպես բանջանոցային մեր համար մշակովի, կարտոֆիլ եւ այլն մթերք արտադրող տակը բան չի մնում, դա խայտարակ վիճակ է, իսկ ցորենի տարբերակով ես ասեմ 2015-16 թվականներին մենք շուրջ 110,000-111,000 հեկտար աշնանացան ցորենի ցանկատարածքներ ենք ունեցել եւ այդ տարիներին մենք ունեցել ենք միայն ցորենի գծով համախառն բերքը շուրջ 330,000 տոննա միայն ցորենի գծով, էլ չեմ ասում հատիկը որ շատ է, այդ այսօրվա թվերի հետ եթե մենք համեմատենք, հիմա ցույց են տալիս մինչև 100,000 տոննա, դե այն դեպքում ես ասեց 2015-16-ին 330,000 տոննա շուրջ, հիմա շուրջ 100,000-110,000 տոննա, այսինքն 3 անգամ պակաս, եւ եթե պարենային ապահովության գծով իրենց հրապարակած թվով 22% ա եղել 24 թվին, դե բազմապատկենք, որ 3 անգամ ավել, նշանակում է, ես որ միշտ ասում եմ 60%-ից ավել մեր պարենային ապահովությունը ունեցել ենք ցորենի գծով, հստակ ասում եմ 100 տեղով կարող եմ ստուգել, իսկ հիմա էլ այդ տարածքները եթե խելամիտ ծրագրեր իրականացնեին, վարկերը չվերացնեին անտոկոս, գյուղացուն աջակցեին, ապահովության համակարգը աշխատեր, մենք հաստատ եւ սուբսիդիոն գրագետ ծրագրեր աշխատեին, մենք ցորենի խնդիր չէինք ունենա եւ հաստատ այսօրվա այդ դերասանական ցուցադրական բաները կոպիտ ասած տիկնիկային թատրոնները չէին լինի